Գառնեցին մոստացել է, քանի որ իրենից գողանում են իր ունեցվածքը, այսինքն ամբողջ կիրճը ցանկանում են անապատի վերածել։ Մեկ ամիս առաջ մենք նորից դուրս էինք եկել, չէինք թույլ տալիս, որ տեխնիկան, այդ ծանր տեխնիկան ոչնչացներ մեր կիրճը եւ մեր գետը դասնեին խողովակներն ու տանեին։ Ամայանար անապատի վերածվեր մեր կիրճը եւ կարողացանք հասնել հաջողության։ Իհարկե մեկ ամիս հետո առանց մեր համաձայնության նորից ապօրինաբար մտել են ձոր, արդեն ոչ թե 2-3 տեխնիկա, այլ 5-6 ծանր տեխնիկա, դեռ 7 երևի, մտել են եւ ավերում են ամբողջ կիրճը։ Հիմա մենք պահանջում ենք, որ հրաժարվեն իշխանությունները հրաժարվեն գառնին ու նաև գողտի համայնքա տարածքները անապատ դարձնելու այդ ծրագրերից, այսինքն եւ Քաղցրաշենի ծրագրից եւ Գեղարդալճի։ Արդեն երկու համայնք ենք միանալու եւ պայքարելու ենք, որպեսզի այդ կործանարար ծրագրերը չիրականանան այլևս։ Խնդրում եմ ձեր նկատմամբ սպառնալիքներից էլ պատմեք։ Սպառնալիքներ եղել են մեկ ամիս առաջ զանգով։ Այո։ Իսկ այս մեկ ամիս հետո էլ արդեն մայիսի 15-ին ուղղակի 3 խոշոր տղամարդիկ մտան դեղատուն դեղ գնելու պատրվակով, բայց փաստորեն ես նպատակները նայեր, որ վախեցնեին ահաբեկեին ինձ, սպառնալով իմ տղայով, իբր թե իմ տղան չի ծառայել բանակում, իսկ անցյալ անգամ ասում էին պետք է ուղարկենք կռիվ, Ղարաբաղ։ Այս անգամ էլի չի ծառայել, ուզում էին այդ բան ճնշում գործադրել եւ վախեցնել ու այլանդակ խոսքեր։ Ես ասացի, որ հավանաբար դուք չեք ծառայել, ծառայողը եւ հայրենիքի նկատմամբ, ասենք, սրտացավ մարդը այդպես գեր հաստփոր չի ունենա, էլի։ Ինքն էլ լկտիաբար ասաց, որ փորի ներքևում շատ բաներ կան, ասած եթե լկտիություն է ձեր արտահայտությունը, դեղ գնում եք գնեք, չէ, թողեք ու դուրս եկեք, այլապես ես կդիմեմ ոստիկանություն եւ կվերցնեմ ձեր մեքենայի համարները։ Իհարկե նրանք փախան այդ պահին, դուրս եկան, բայց ես հասցրեցի վերցնել մեքենայի համարները, որ Mercedes Brabus մեքենա էր, մոխրագույն, համարները 01 TP 001 Եվ արդեն հասանգեցի ոստիկանություն։ Իհարկե անցյալ անգամ էլ եմ հասանգել ոստիկանություն, որ զանգել էին։ Գործ հարուցվել է այդ մասով։ Ոչ, չի, բան, այսինքն եկել են բացատրություն են վերցրել ու գնացել։ Անցյալ անգամ էլ դատախազությունը կարծես հավասարության նշան էր դրել իմ ու այդ բան սրիկայի միջև, որ խուլիգանական հայացքներ էր տալիս ու սպառնում։ Փաստորեն հավասարվեցինք նրանց դատախազի աչքում, նրանց մակարդակով, նրանց վերլուծությամբ։ Խոսակցությունները, հետո բազմաթիվ ուսումնասիրությունները մեր տեղանք գնալը պարզեցինք, որ այն տարածքները, որտեղ ջրվելու են Արարատի մարզում, այդ 1230 հեկտարը, դրա գերակշիռ մեծամասնությունը գտնվում է ուրեմն Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքներում, մոտապես 800 հեկտարը, ու այդ տարածքներում մեծ հողատարածքներ ունեն տարբեր պաշտոնյաներ, սկսած վարչապետից, վերջացրած փոխնախարար, այնտեղ նախկին ոստիկանապետ, նախկին տամոժնիայի պետ եւ այլն։ Այսինքն պարզվում է, որ այս մարդիկ համաշխարհային բանկի փողերով հիմնականում ուզում են իրանց հիմնած եւ հետագայում հիմնվելիք այգիները ջրելու ջուրը ապահովեն, հաշվի չառնելով, որ այս տարածքում այս մարդիկ էլ ունեն լուրջ ոռոգման խնդիր եւ եթե այս տարածքը դու նորմալ ոռոգումով ապահովես, ելի կրկնեմ, այդ ջուրը ուղղակի չի բավականացնի։ Ստեղ ուզում եմ նաև ավելացնել, որ մի հատ էլ վերևից է ուրիշ ծրագիր իրականացում Գեղարդալճից, որը տարվելու է էլի դեպի Հացավան Ողջաբերդ գյուղերի հատվածը, այդտեղ էլ պարզվեց, որ մի 20 օր առաջ էլ պարզեցինք, որ այդ հատվածում էլ հսկայական հողատարած տրամադրվել է ինչ որ Կարմիր Սար բարեգործական բնապահպանական հիմնադրամի, որը 2014 թվականին է ստեղծվել, ու երբ որ գյուղացիներին մնացած մարդկանց խոսեցին, պարզվեց, որ դրա հետևում էլ կանգնած է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ու արդեն 10,000 ծառա տնկել, որոնք պետք է ջրի։ Ինքը փաստորեն շկանում մենք հասկացանք անցած տարի ու այս տարի ջրում է ուրեմն գառնի արտաշատ խմելու ջրի խողովակից գողանալով խմելու ջուրը։ Մենք այդ ձև տեղեկություն ունենք, որը որ նաև լրատվամիջոցներն են գրել, դրա համար ենք իմացել։ Կարելի է գնալ ֆիքսել իրականում։ Ամեն դեպքում Պարզնոր այդ մյուս ծրագիրներ էլի համաշխարհային բանկի վարկերով արվող, այդ փաստորեն հիմնականում ուղղված է այդ հողատարածքների համար։ Ինչ է դուրս գալիս, վարկ ենք վերցնում այս պետության քաղաքացու անունից, հա, ինքը պետք է փակի այդ վարկերը, բայց դե վարկային միջոցները ուղղվում են ուրեմն մասնավոր եւ կոնկրետ
որոշակի խմբերի շահերի, հաշվի չառնելով մնացած բնակչության շահերը եւ մնացած խնդիրները։ Իհարկե հետո իրանք այդ դառնեցների 2 տարվա հետ բաներից հետո, հա, ընդվզումներից հետո ասեցին դե լավ, որ այդքան շատ եք խոսում, ձեր համակարգները կվերանորոգենք, էս էլ ձեզ ոնց որ բան, հա, նվեր, հա, մեր կողմից։ Այդ չհասկացա, կարող է, գիտեք, բան, հա, հանկարծ հիշեցիք, որ Գառնիում ոռոգման ջուր չունեն, բայց 15 տարի չունեն, այդ նոր հիշեցիք, այսինքն այս սոցիալական անարտարությունը ինքն ակնհայտ է, չեմ ասում էկոլոգիական եւ բնապահպանական, որի վրա իրանք ընդհանրապես տկած ունեն այդ որոշում կայացնողները, թե ազատ գետում ինչ կլինի, ինչ չլինի։ Ինչ կլինի արդյունքում, եթե հանգարց այս երկու համակարգը կառուցվեն։ Եթե այս երկու համակարգը կառուցվեն, բնականաբար, երբ որ ջուրը չբավականացրեց ազատ գետում, կամ պետքա գետը չորացնեն, այդ մի տարբերակ, որովհետեւ այդ ջուրը բավականացնի իրաց ոռոգման համակարգը աշխատացնելու, կամ էլ պետքա այս տարածաշրջանի ոռոգման ջուրը կամ ընդհանրապես դադարեցնեն կամ էլի պակասացնեն, որպեսզի բավականացնի իրենց հողատարածքները ջրելու համար։ Ինչ եմ այդ ասել, որովհետև ես անձամբ Նարեկ գյուղում էի մի 10 օր առաջ, ոչ մեկը ջուր չուներ ոռոգման, բայց վարչապետի հողատարածքները առանձին խողովակաշարով Քարսաշենի պոմպակայանից ջուրը գալիս էր եւ իր այգիները ջրվում էին։ Մնացած գյուղացիները ոչ մեկը ոռոգման ջուր չունեն ու չէին էլ ստացել դեռևս այս տարի։ Այսինքն այդ ամբողջ պատմությունը բոլորիս ակնհայտ է։ Հիմա իշխանությունը իր ձեռնա, ուժը իր ձեռնա, ասում են տանենք, խոստանում են, ժողովուրդ, լավ կլինի ամեն ինչ կանենք, ցեզ էլ կտանք ջուր, հետո տանում են ու վերջացել, այլևս հետ չեն նայում էլ։ Այդ բանը դեռ չեն դնում։ Ինչու չեն հավատում, որտեղ փորձ ունենք արդեն։ Քանի անգամ այդպեսի խոստումներ տվել են, այդպեսի գործեր կատարել են, բայց այլևս այդ ժողովրդին Միշտ էլ ասենք եկել են, իրանք մտել են, հաշվի չեն առել ժողովրդին խոսակցություն։ Ոչ մի անգամ ժողովրդին չեն խոսակցրել, որ ասենք ժողովրդին հաշվի առնեն ասենք։ Մարդու իրավունքը երբեք հաշվի չեն առել, ոչ մի անգամ։ Կամ միան ճանապարհը փոխեն, գոնե ամաչեն իրանք, գան ինչ-որ մի հարցի լուծում չեն գալ համարել, ուրիշ ոչինչ։ Դա իրենց վրա ազդում է, որ այստեղ ճանապարհ է փակում, իսկ իրանք Դե որ չի ազդի, այդքան անամբոտ է թող ազդի, չազդի։ Բելի չան։ Այդքանից հետո որ պետք է ազդի, այդքանից հետո մեր ժողովրդին հաշվի չառնի։ Դա Պուտինին դիմի։ Այսօր ժողովրդի հարստությունը վերացնելով ինքը ուզում է հարստություն կուտակի իր աթոռի տակ։ Իր գրպանները իր մահճակալի տակ։ Ով որ ուզում է ջուրը տանի, բարձ չի այսքան խոսում պայքարում ենք, բարձ է որ ասենք ծրագիրը վարչապետինն է, վարչապետին պետք է տանի, կառավարությունն է։ Բայց վարչապետը այստեղ ինչ շահ ունի ժողովուրդ։ Որովհետեւ վարչապետի շահը գիտեք որն է։ Հիմնական շահը վարչապետինն է, որ տանում է ասում եմ համայնքի համար, բայց համայնքը դե կապ չունի։ Ինքը իր բասը Նարեկ գյուղում ու 200 հեկտար խնձորի այգի, նորատուն խնձորի այգի։ Այդ Նարեկ գյուղի, այդ իր խնձորի այգին ոռոգման համար է տանում։ Այդ ինչքան էլ ասենք սովորական մի հատ կա, արտասահմանից մեկն էլ կա, մի օր ապրի Գառնիում պարզ է իր համար։ Ձեր անազգանշ Սահակ Սահակյան։ ձերը ինչպես է։ Անվեր Պետրոսյան։ Ձերը ինչպես է։ Քարամյան Սոյան։ Շնորհակալություն։ Այդ Ես ասում եմ, ես կարելին ով ձեր տվես տալու եմ գլխի, ով ուզում ալնի։ Գնացին առաջ, արժեմի ավախը, գնացին առաջ։ Մենք արել ենք երեխաների, մենք անում ենք երեխաների համար, մեր ապագան մեր երեխաներն են, մենք անում ենք մեր երեխաների համար եւ մեր հայրենիքը փրկենք ճորտացումից, թե ներքին թշնամիներից, պաշտոնյաներից, ովքեր լափում են մեր հայրենիքը եւ արտաքին թշնամիներից, մենք անում ենք մեր երեխաների համար։ 10 րոպե բացում Ես Այվազյանն եմ։ 10 րոպե։ Ոչ մի վարքյան, գիշեր մենք անժամկետ փակելու ենք այն ժամանակ մինչև այդ կործանարար երկու ծրագրերը, թե ծրագրի երկու մասերը չեղյալ չհայտարարվեն։ Թող արտահերթ նիստ հրավիրեն, թող պետք չի որ համաշխարհային բանկը գա այստեղ, մենք իրենց դեմքը չենք ուզում տեսնել, որովհետև նրանց հետաքրքրում է միայն իրենց շահը եւ դա բարոյական շահ չէ։ Չեն աշխատում նույնիսկ ցելեն ասա, իրենք կոր աշխատում են։ Դրին ծառերը, վաղերը փճացնում են։ Մարդասեր լինեն, որ շատ Չէ, մարդասիրությամբ դա չի լսիր, ինչեր մտի իմ տունը, լսիր, որպեսզի տեսեք, մարդիկ գալիս են երկար ճանապարհ գնում են եկեղեցի, ուզում են գնան եկեղեցի մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր լինել չլինելու հարցն է արդեն ասում, մեր համայնքի լինել չլինելու հարցն է։ 10 րոպեով, եթե բանը խցանում են իրեն մեքենաների, թող անցնեն, որից հետո նորից Ոչ,
փակել չեք Ոչ, բայց փակելու իմաստը ո՞րն է, իմաստը զրկվում է։ Մենք հատուկ դրա համար ենք փակում, որ մեր ձայնը լսելի։ Մենք շատ մեծահոգ ենք եղել արդեն 2 տարի մեծահոգ ենք եղել։ Մենք բոլոր ինստանցիաները ամբողջովին չի կախված, ինք իրեն չեն լսել։ 15 րոպեով եթե մի քիչ առաջ 10 խցանում կլինի Թողնի ինչ ուզում է թողնի։ Ինչ ուզում է թողնի։ Հա։ Բոլորի այգիները չորացել է։ Հերանան մեր տարածքից ճանապարհը կբացենք ու կհերանանք այդ բանը։ որ ամեն ինչ էլ արել ենք ձեզ համար տեխնիկաներ ենք արել, մենք ամեն ինչ արել ենք։ Ուրա երբ եք արել։ Տեխնիկան հիմա ավելի շատ է աշխատում։ Մենք ամեն ինչ էլ արել ենք։ Ուղղակի ստեղ մարդասիրական ձեր իրեն ասում ենք, եթե խցանումներ են լինել, խցանումները բացելու համար, ուղղակի ճանապարհը բացենք 10 րոպեով։ Որից հետո նորից փակեք, նույն ձևի փակեք եւ երեք Եթե անդրությունը կանա, ես չեմ կանա։ Իսկ հիմա մի հարց կարելի է մտածել բանալեք, խորտակցեք, իսկ հիմա դա ամենաճիշտ տարբերակն է։ Դուք նորից ձեր ճանապարհը փակում եք, նորից ձեր բողոքի ակցիան կատարում եք։ Ուղղակի 10 րոպե ժամանակ բացում ենք, մեքենաները անցնում են, որից հետո նորից դուք ձեր գործողությունները կատարում եք։ Մի րոպե հարց կարելի է մի հարց։ Բարև ձեզ, կարելի է։ Եթե ճանապարհը պիտի բացվի, փակվի պարբերաբար։ Իմաստը ո՞րն է կանում։ Եթե մարդիկ ճանապարհը փակելով իրենց բողոքն են բարձրաձայնում, իրենց խնդիրը կներեք, հարցս ավարտեմ, հա։ Իրենց խնդիրը ավելի լսելի դարձնելու համար ճանապարհ են փակում, որպեսզի խնդիրը ուշադրության կենտրոն գա։ Եթե ընթացքում պիտի անընդհատ բացվի, փակվի, ինչքանով է արդի դառնում ու ակտուալ դառնում ընդհանրապես բողոքի այս ձևը։ Չէ՞ որ ինքը հենց խնդրի վրա ուշադրություն դարձնելու համար է։ Ոնց եք պատկերացնում դա, հա, ու ձեզ է ուզում հասկանալ։ Ու ինչ կա այդտեղ մարդասիրական։ Եթե շտապօգնություն լինի, բոլորս էլ մարդասեր ենք ու բնականաբար չենք թողնելու, որ շտապօգնության մեջ մարդը վատանա կամ մահանա, իհարկե։ Բայց այլ որևէ մեքենա, այլ որևէ ճանապարհ չեմ տեսնում, քանի որ սա օրենքով տրված բողոքի իրավունք է, որից այս պահին մարդիկ օգտվում են իրանց իրավունքը պաշտպանելու համար։ Բոլոր մնացած մեխանիզմները սպառել են, այլ մեխանիզմ չկա, մնացել է այս պայքարի ձևը։ Հիմա մեր պատգամավորը գաստեր, չէ՞ որ նա մեր կողքին Մարդիկ պահանջում են իրենց պատգամավորը։ 7000 ձայն է տարել դուրս։ Բայց 7000 ձայնին ինչ է պատասխան տալու։ Եթե մենք Դու մեր պատգամավորը կա, ձեզ չէ՞ որ կան քաղաքացիներ, որոնք իրավունք ունեն ազատ շարժվելու։ Եվ հիմա մենք իրենց իրավունքը, բայց իրենց իրավունքը ավելի գերակա է։ Հերթով էլի։ Դե դուք իրավունքից եք խոսում։ Եվ չէ՞ որ իրանք պետք է հիմա անցնեն։ Եվ մարդիկ կան, որոնք ես չեմ ժողովրդին դիմում։ Բարձրաձայն, որ խնդրում ենք ժողովուրդ 10 րոպեով այն մեքենաները, որոնք որ հյուրեր են գնում են եկեղեցի, սա կերևա ձեր մարդասիրական քայլը, որ դուք ավելի մարդասեր եք եւ ավելի եք կատարում ժողովրդի համար ավելի շատ եք մտածում։ Տեխնիկայի հանելու հարցով մարդասիրությունը դուրս եք։ 10 րոպեից հետո դա ոչինչ չի խանգարի, որ դուք նորից ճանապարհը նույն ձևի կատարվի, ընդամենը մի հատ մեքենայի տեղ, որ այդ հյուրերը եւ քաղաքացիները, որոնք ուզում են գնան եկեղեցի մոմ վառեն, թույլ տակ որ գնան եկեղեցու մոմ վառեն։ Դա որեցեւ ինձ թվում է ձեր բողոքին չի խանգարի, որեցեւ ինձ ձևով։ Տեսեք, չեմ կասկածում ձեր գիտելիքների վրա ու համոզված եմ գիտեք գերակաշահի մասին։ Այս դեպքում այս մարդկանց պահանջը գերակաշահ է համարվում ու մարդիկ փակում են։ Եկեղեցում մոմ կարող են վառել մի ժամ հետո, երեկոյան։ Իսկ այս մարդիկ եթե ջուր չունենան իրենց տներում, իրենց հողամասերում, իրենց կենցաղը ապահովելու համար, որ մի մարդասերն է գալու անի։ Նույն մարդասիրական լկրտումներով թող գնան ձորից հանեն այն տեխնիկան, որը ծառեր է կտրում, որը գետնա տրուբեքի մեջ վերցնում։ Դա կարծում եմ ավելի մարդասիրական քայլ կլինի, քան ծրագրից հրաժարվեն այդ նույն ծրագրից հրաժարվեն։ 163,000 տուգանեցին այդ նույն գետից, նույն Արարատի բնակապանները։ Իսկ այսօր նույն Արարատի համար ջուր են ուզում տանել, ու առած ոչ մի բան։ Այդ ձկներն ինչ են դնելու։ Եթե ջուրը լսված տրուբով գնաց, ձուկները պետք է վերանային ստինքյան։ Կթողենք ջուր, հա, այսքան արվով ջուրի մեջ ձուկը չի բազմանա, երբեք։ Եթե 3 հատի համար 163,000 տուգանել են, ընդամենը պետք է բռնենք մի 5-6 հոգով հավաքվել ենք այդ նույն գետի կողքը պետք է ձուկ ուտենք։ Բռնեցին այդքան տուգանեցին, այսօր չեկա մոտնեսա, չենք էլ պարամետրին լուծենք էլ։ Վերջում է գալի են բռնագրավում, ինչ է։ Իրանք։ Ու ջուրը ուզում են տանել, ախի։ Ջուրը տանում են, նույն գետը, նույն ձուկը վերանալյան նույն Արարատի համար, իսկ Արարատի բնակապանները տուգանեցին։ Ոնց է։ Եթե իրանց իրավունք ունեն, մենք չունենք։
մարդկանց տեղաշարժ են արգելում։ Դրանքի գետի ձկների տեղաշարժ են արգելում։ Ախպեր պատմություն եք հանում։ Վարդավառի օրը ոստիկանները գալիս են մեր ձոր, որ ճանապարհ գային, դու անցի, դու կանգնի, այդքան ժողովուրդ է լսում մեր գետում, որ գային համստանային։ Մեծ կապ ունի, նախագահի անունն է շոշափ։ Դուք ձեր լիազորությունները գերազանցում եք, Այդ մեկ, երկրորդ ասենք այս մարդիկը տոնը որևէ արժեք չունի։ Դուք եկել եք ձեր ինչ։ Ես բոլորին հայտարարում եմ, որ իշխան եկել եք որպես վրաշտի կամարի կանոնն եք տանի, կամարից գյուղի տեղ գնանք այնտեղ, ես ցույց տամ, որ կամարից ուրիշ տեղ է, այս տրուբեկը լրիվ ուրիշ տեղ է։ Տանեք ես խողովակն Հիմա ես էլ տանեմ հակառակը ապացուցեմ քեզ, կամարից գյուղը էս, կամարից Ներողություն կներկայանա։ Խնդիրը բացավանում կամարից Վերահսկիչ պալատի անուն ազգանուն։ Ինչ Արամ Ալավերջան։ Ախպեր բա տրուբեկը ինչի համար եք մաշում, հացավանի տարած չեթում են տրուբեկը հացավանով ուր այդ համար։